Ազգային մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես անդրադառնամ մեկ-երկու հարցի, որոնք առնչվում էին նախագծին եւ նաեւ չէին առնչվում նախագծին, մասնավորապես պարոն Ավետիսյանը բազմիցս նշեց եւ նաեւ մեր գործընկերները Թումանյանին մեղադրելով միակողմանի նիստի վարման վերաբերյալ եւ կարծիքների վերաբերյալ, ասեմ, որ Թումանյանը չնայած պաշտպանության կարիք չունի, բայց Թումանյանը ում տեղն է այդ նիստը վարում, ձեր տեղն է վարում, այդ քվոտան ձերն է, բարեխիղճ եղեք ձեր նախագահին նշանակեք, թող երկու կողմանի վարի նիստը, հիմա այն հայտնի անեկդոտի պես Թումանյանը համ ձեր գործը անի, համ էլ այդ մարդուն մեղադրեք այդ հարցում, երկրորդը պարոն Մինասյան, վաղուց ենք մենք իրար ճանաչում, ասում եք ինչու եք կեղծում եւ այլն, վերջվել ասում եք, միսօր փողոց եք դուրս գալու եւ այլն, այսինքն հիմա ձեզ եմ դիմում, որտեղ դուք եք ասել, հիմա ասեք օրինակ դուք եւ ես փողոց ենք դուրս գալի, ձեր կարծիքով ես պրոբլեմ ունեմ փողոց դուրս գալու, դուք չունեք, թե հակառակը, որովհետեւ մեկը ես եթե օրենքի դաշտով ենք նայում, պատգամավորը առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով, եթե դուք օրենքից դուրս եք ասում, մնացած արդեն գիտեք, չէ՞, ասենք ոնց կարող ասեք, ես ու դու ստեղից գնանք մինչև Վայոց ձոր կամ գնանք մինչև ձեր ծննդավայր եւ մեր համար հասկանալի կլի, չէ՞, ժողովրդի վերաբերյալ։ Ոնց եք պատկերացնում, որևէ մեկը կա համարցակի կամ ես թույլ եմ տվել, առիթ եմ տվել, որ որևէ մեկը ասի, ինչ ես փողոց դուրս եկե, դուք այդ կարծիքին եք, ուզում եմ, որ այդ կարծիքին չլինենք։ Մենք իրար պիտի հարգենք, փոխադարձ հարգանքի մեջ պետք է լինի եւ մեր խոսակցությունը չպետք է լինի երբեք սպառնալիքների լեզվով։ Որևէ մեկը մյուսի չպետք է փորձի սպառնել, ինչի ով կարող մյուսին սպառնել, որևէ մեկը մյուսից ավելական պակաս, չկա դες բան։ Մենք падգամավորներ, մենք մեր աշխատանքը պիտի կատարենք։ Եվ այդ աշխատանքը կատարելու ընթացքում եթե վեճ է գալու, այդ վեճը պետք է մի րոպե շուտ դադարեցնել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ցանկանում ազգային ժողովում տեսնել ծեծ, կռի, վեճ եւ խոսքեր, որոնք արժանի չեն հնչելու ազգային ժողովի դահլիճում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։